Կառավարության մասին ոչ մի ասելիք չունեմ, որովհետև համար ակնհայտ է, որ այս կառավարության մտածելակերպի մակարդակում մենք ոչ մի խնդիր լուծում չենք կարող ունենալ։ Էլի կրկնեմ, հարցն տվեցի համաշխարհային բանկի ներկայացուցիչին, որ իրենք արդյոք տեղյակ չեն, որ մեր փոքր հանքավայրերի 90%-ը տարբեր պաշտոնյաների ձեռքում է, այսպես ասած, իրանք իրավունքները իրենց ձեռքում են, իրանք ուղղակի ստեղծում են այսպես ասած փաթեթներ, հետո վաճառում են այլ ընկերությունների կամ միջազգային այլ ինչ-որ կազմակերպությունների, որոնք հետո գալիս են կամ ստացվում է իրաց մոտ շահագործելը կամ չի ստացվում այդ փոքր հանքավայրը, այդ աղտոտած բանամիջ տարածքը թողում են եւ հեռանում են։ Եվ ոչ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար։ Հիմի բազմաթիվ փաստեր կան լրատվամիջոցներում, ակնհայտ փաստեր, թե որ հանքավայրերի շահագործման իրավունքները որ պաշտոնյաներին, չգիտեմ, եւ այլ տիպի օլիգարխներին է պատկանում։ Այդ ինչպես է ստացվում, որ այդ պաշտոնյաները ձեռք են բերել այդ 5-10 հանքավայրերի շահագործման կամ ուսումնասիրման իրավունքները։ Այդ կոռուպցիան էլ որտեղ է սկսվում։ Համաշխարհային բանկը, որ ամեն անգամ համագործակցում է այդ կոռուպցիոն համակարգի հետ, ինքը չի մտածում, որ ինչ եմ անում, ես զարգացնում եմ կոռուպցիան, թե զարգացնում եմ զարգացնել Հայաստանի Հանրապետությունը։ Ես այնպես չեմ տեսնում, որ նպատակը Հայաստանի Հանրապետությունը զարգացնելու։ Ես կարծում եմ, որ բոլոր ֆինանսական կորպորացիաները, դա հետ նաև համաշխարհային բանկը ունի իր կոնկրետ նպատակները, որը շատ լավ ճակերտների մեջ իրագործում է Հայաստանում, որի արդյունքը ժողովուրդը նաև տեսնում է։ Ոչ մեկը Հայաստանում չի գնահատում, թե հանքավայրի շահագործված ստացված արդյունքը ինչքանով է համատեղելի նրա երկարատև էկոլոգիական, առողջապահական եւ այլ վնասներին։ Այդ գնահատական Հայաստանում չի իրականացվում։ Քանի դեռ այդ գնահատականը օբյեկտիվ, գիտական, մասնագիտական չի իրականացված, խոսեն ինչ-որ քաղաքականության, ռազմավարության մասին, իսկ ում է ուղղակի դա շղարշ է։ Էլի կրկնեմ, որովհետեւ որոշակի մարդիկ ունենան իրենց եկամուտները այդ ոլորտի մեջ, որովհետեւ ակնհայտ է մենք տեսնում ենք նաեւ Սյունիքում։ Հա տարբեր պաշտոնյաներ, սկսած մարզպետից վերջացած այլ դրամաչափի պաշտոնյաներ, տարբեր տեղերում ունեն հանքավայրեր եւ Սյունիքում, հանքավայրերի իրավունքներ եւ Սյունիքում եւ նաեւ այլ մարզերում, որոնք որ էլի կրկնեմ, հետո վաճառում են ինչ-որ ձևերով տարբեր այլ ընկերությունների վրա։ Այդ բոլորը սկսենք փաստերը լրատվամիջոցներում բազմաթիվ են։ Քանի դեռ այս իրավիճակը կա, այս ինքնությունը ոլորտում հանքարդյունության ինչ-որ դրական Ես կարծում եմ, որ մենք պետք է հույսերս դնենք մեր վրա եւ պետք է մեր գիտակցությունը այնքան բարձրացնենք, որ ամեն որոշում հնարավոր չլինի անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այդ որոշումները, որ անցկացվում են, լինեն հիմնավորված եւ նաեւ ժողովրդի շահերից բխող։ Այդ է հիմնական խնդիրը։ Այդ խնդրի լուծման համար պետք է մենակ ժողովրդի կամքը բարձրացնել եւ ժողովրդի գիտակցությունը։ Իմ կարծիքը այդ է։ Մնացած բոլոր այս հանդիպումները, քննարկումները, ինչ որ տարբեր նախաձեռնությունների միանալը դա ուղղակի էլի կրկնեմ շղարշ է այդ փողերը շարունակել աշխատելու համար ընդհանրապես։ Նույն այդ իմ կարծիքով արդեն կոնկրետ իմ կարծիքն եմ ասում, այդ կանոներ կառավարությունը շատ լուրջ ցանկություն ունի միանալ այդ հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության միջազգային այդ բանին, նախաձեռնությանը, ես լուրջ կասկածել եմ, որ դա շատ լուրջ նպաստում է իրենց այդ գործունեության շարունակելուն, որովհետեւ իրենք կարողանան շարունակել իրենց այդ հանքերից փողերը ներգրավելու փողեր եւ նաեւ փողեր համապատասխան գրբանները դնելու համար։ Դա շատ շահագրգռված են այդ գործընթացին միանալու համար։ Իմ կարծիքը այդ է։ Համաշխարհային բանկը տարբեր բաներ է միշտ տալիս է տարբեր դրամաշնորհներ, վարկեր եւ այլն, ու իմ հարցի մի առաջարկն է դրան է վերաբերում։ Դուք գնահատել եք թե դրանց արդյունքում արված աշխատանքները հետո ինչքանով են իրականացվել կամ ինչ որ բաներ արվել են այդ ձեր արած առաջարկություններով, վերլուծությունների արդյունքում, թե ուղղակի այդ հաշվետվությունները առաջարկները դրվել են մի բանում, դրվել են այդպես մնացել են այդ արգղում, հա, ոչ մեկը չել նայել այդ առաջարկը։ Ես համոզված եմ, որ ոչ մեկը ոչ բան չել արել։